Վերցնել թե հրաժարվել մանդատներից անկախ քաղաքական գնահատականներից կարևոր է հասկանալ, թե ինչ իրավական ու քաղաքական հետևանքներ են առաջանում յուրաքանչյուր տարբերակի դեպքում։ Եթե ընդդիմադիր ուժերը վերցնում են իրենց մանդատները, նրանք օրինակ մասնակցում են ազգային ժողովի աշխատանքներին, ստանում են օրենսդրական նախաձեռնությունների, հարց ու պատասխանների ու խորհրդարանական վերահսկողության գործիքներ։ Այս դեպքում ընդդիմությունը հնարավորություն է ունենում խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնել խնդիրներ կամ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։ Իսկ ինչ է լինում, եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվում են մանդատներից։ Իրավական հետևանք այստեղ չի լինելու, իրավական առումով ճգնաժամի դա չի բերելու, հակասահմանադրական այդպիսի խորհրդարանը չի լինելու։ Քաղաքական առումով եւս չեմ կարծում, որովհետեւ ասենք թե մանդատները չեն վերցնում եւ չեն վերցնում բոլոր քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, չեն վերցնում, ինչ են անելու, այսինքն իրենք չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, դա է, չէ՞ ստացվում։ Եթե չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, պետք է ունենան գործող մեխանիզմ, որով նրանք փորձելու են հասնել նրան, որ լինի իշխանափոխություն հեղափոխության միջոցով։ Մանդատների հետագա ճակատագիրը որոշում են այդ քաղաքական ուժերը։ Բնականաբար, եթե բոլոր քաղաքական ուժերը վայր դնեն մանդատը, կառաջանա ազգային ժողովի փաստացի լուծարվածության վիճակ, բայց խոսքը վերաբերում է 3 քաղաքական ուժերի կողմից մանդատները վայր դնելու։ Քանի դեռ գոնե մեկ քաղաքական ուժ իր սահմանադրաիրավական լիազորությունները ազգային ժողովում իրականացնում է, խոսք չի կարող գնալ որևէ ազգային ժողովի լուծարման կամ որևէ նման սահմանադրաիրավական հետևանքի մասին։ Քաղաքական առումով մանդատ չվերցնելը առաջացնում է բնականաբար տվյալ խորհրդարանի լեգիտիմության հարց, առաջացնում է իշխանության գործունեության արդյունավետության հարց, ում են անընդհատ մեղադրելու եւ այլն նմանատիպ հարցեր։ Մասնագետների մի մասը նշում է, որ մանդատներից հրաժարվելը կարող է ունենալ քաղաքական բողոքի նշանակություն, սակայն դա այնքան էլ արդյունավետ քայլ չէ։ Քաղաքական մշակույթի տեսանկյունից իհարկե դա բացասական է ընդհանուր ուրեմն երկրի սահմանադրական զարգացման տեսանկյունից, որովհետև ըստ էության այդ քաղաքական ուժերը ժողովրդից ստացել են որոշակի թվով մանդատներ իրականացնելու համապատասխան սոցիալական շերտերի, շահերի ներկայացուցչությունը։ Ես ուզում եմ հասկանամ դրա արդյունքը որն է լինելու։ Արդյունքը որն է, չեն վերցնում, քաղաքացիական պայմանագիրը գնում է խորհրդարան եւ խորհրդարանը սկսում է աշխատել։ Այսինքն այդ բոյկոտը չի բերելու նրան, որ խորհրդարանը ծրվելու է, լուծարվելու է կամ չի աշխատելու։ Դա արդյունավետ չի կարող լինել ցանկացած դեպքում, դա ապրիորի այդպես է։ Որպես օրինակ, հաճախ հիշատակվում է Վրաստանի փորձը, որտեղ ընդդիմության կողմից մանդատները չվերցնելը չհանգեցրեց իշխանության փոփոխության կամ կառավարման համակարգի կաթվածահարմանը։ Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով առաջատար 4 ուժերն են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Ուժեղ Հայաստան դաշինքը, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Հայաստան դաշինքում արդեն քննարկում են, որ ընտրությունների արդյունքները բողոքարկելուց, ապա սահմանադրական դատարան դիմելուց հետո միայն կխորհրդակցեն ընդդիմադիր քաղաքական գործընկեր ուժերի հետ եւ կկայացնել մանդատները վերցնել-չվերցնելու հարցը։ Այսպիսով հիմնական տարբերությունն այն է, որ մանդատները վերցնելու դեպքում ընդդիմությունը շարունակում է պայքարը նաեւ խորհրդարանական մեխանիզմների միջոցով, իսկ չվերցնելու դեպքում հրաժարվում է այդ հնարավորությունից կենտրոնանալով արտախորհրդարանական գործունեության վրա։ Թե որ ճանապարհն է ավելի արդյունավետ, շարունակում է մնալ քաղաքական ու հասարակական քննարկումների թեմա։ Մարինե Դվոյան, Սերյան Հակոբյան, Հորիզոն։